Հիշում եք, չէ՞, Սյունիքում Արարատ Միրզոյանի արած այս հայտարարությունը։ Ու ահա մի քանի օր անց, երբ հանրային պահանջ ձևավորվեց ընդդիմադիր ուժերի նախաձեռնությամբ ու արդեն քաղաքացիները քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հարցրեցին՝ ի վերջո, այդ ինչ տարածքների մասին ես խոսում, որ մենք դեռ պիտի հանձնենք Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը առանց այլև այլությունների Տավուշում գտնվող գյուղեր անվանեց ադրբեջանական անուններով եւ ասաց, որ խոսքը այդ տարածքների մասին է։ Պատկերացնում եք, հայկական գյուղեր Հայաստանի տարածքում գտնվող հայկական վերահսկողության ներքո անվանվեցին ադրբեջանական անուններով։ Հիմա Հայաստանի Հանրապետության տարածքում քանի այդպիսի տարածք կա, որ Ադրբեջանը անվանում է ադրբեջանական տարածքներով։ Գիտեք Սևանին ինչ է ասում, Երևանին գիտեք ինչ է ասում, դրանք բոլորը ունեն ադրբեջանական անուններ։ Ինչ են մեզ առաջարկում փաստորեն իշխող ուժից։ Ասում են, որ այդ բոլոր տարածքները, որոնք Ադրբեջանը անվանում է ադրբեջանական անուններով, դրանք ադրբեջանական են ու փաստացի ասում են, որ պիտի հանձնեն։ Իսկ իրականությունը այն է, որ Հայաստանում չկան ադրբեջանական, Ադրբեջանին պատկանող, Ռուսաստանին պատկանող, Թուրքիային պատկանող, Իրանին պատկանող գյուղեր։ Եթե անգամ որոշ տարածքներում պատմական ինչ-որ ժամանակահատվածում ապրել են տարբեր ազգային փոքրամասնություններ, ապրել են անգամ ադրբեջանցիներ, թուրքեր, դա այդ տարածքը չի դարձնում Ադրբեջանին, Թուրքիային պատկանող եւ հիմք չի կարող հանդիսանալ որևէ տարածքային պահանջի համար, բայց Նիկոլ Փաշինյանը իր տիրապետության տակ գտնվող տարածքը ադրբեջանական անվանելով ու Ադրբեջանին ասելով, որ դա քոնն է, ուղիղ հրավեր է անում պատերազմի փաստացի։ Հիմա կասեք, եթե սա պատերազմի հայտարարություն չէ, բա ինչ է։ Եվ դու ասում ես, ես քո տարածքը վերցրել եմ եւ պահպանում եմ։ Իսկ Ադրբեջանը հայկական որևէ տարածք ասել է, որ հայկական է իր վերահսկողության տակ գտնվող եւ ասել է, որ վերադարձնելու է, Արցվաշենը անգամ ասել է, որ վերադարձնելու է, իսկ օկուպացված տարածքները ասել է, որ վերադարձնելու է, իսկ այն Բերքաբերի 800 հեկտարը ինչ եղավ, որ ասում եք, եթե մենք զորքերը ետ քաշենք, հետ են տալու։ Ուրեմն Հունիսի 7-ին ՔՊ-ին ընտրող յուրաքանչյուր քաղաքացի պիտի իմանա, որ նոր տարածքային զիջումների բեռը Փաշինյանը անգամ Ալիևի վրա չի գցելու այս անգամ չի ասելու խաղաղությունը պահպանելու համար եմ ասելու է ինձ ձայն են տվել սա անելու համար։ Ես նախընտրական շրջանում ձեզ ասել եմ։ Ուրեմն 100 անգամ ավել մտածեք այս ուժին ձայն տալու համար ու ինքներ ձեզ հարցրեք, դուք այդ պատասխանատվությունը պատրաստվում եք կիսել։